Ընկերներ, ողջունում եմ բոլորիդ Manifest Online միջազգային դպրոցի YouTube-յան ալիքից եւ ձեզ հետ եմ ես Արսենը Հարությունյան։ Այսօր մենք կխոսենք DeFi-ից, դեցենտրալիզացված ֆինանսներ, ֆինանսական ծառայություններ, որոնք գործում են բլոկչեյնի վրա, առանց բանկերի կամ այլ կենտրոնացված հաստատությունների վերահսկման ներքո։ Կհասկանանք ինչու են կարևոր, ինչպես շահել DeFi-ից եւ կհասկանանք ինչպիսի ռիսկեր կան եւ ինչպես պետք է խուսափել ընդհանրապես ռիսկերից։ Այ հասկանանք ինչու է կարևոր ընկերներ։ Նախ եւ առաջ ազատություն եւ վերահսկողություն։ Դուք տիրապետում եք ձեր միջոցներին։ Այս դեպքում երբ մենք օգտվում ենք բանկերից, որպես այդպեսին բանկերի վրա ազդեցություն ունեն, թե կառավարությունը, թե պետությունը եւ ընդհանրապես վերահսկվում է ամբողջը պետական մարմինների կողմից։ Իսկ այստեղ դեցենտրալիզացված ֆինանսական համակարգում անվերահսկելի է։ Այսինքն մենք ազատ ենք, մենք ենք վերահսկում ինքներս մեր միջոցները։ Սառեցվելու հնարավորություն չունեն։ Այստեղ բաց մուտք է բոլորի համար։ Այսինքն պետք չէ ունենալ հաշիվներ, պետք չէ ունենալ վարկային պատմություն, օրինակ, բաց է եւ հարմար է բոլորի համար։ Եվ ամենակարևորը թափանցիկություն, ընկերներ։ Գործարքները հասանելի են բլոկչեյնում։ Եթե ավելի պարզ բացատրենք, պատկերացրեք ունենք բանկ, բայց առանց բանկի։ Այսինքն մի համակարգ, որտեղ կարող ենք մենք փոխանակել կրիպտո, տոկոս ստանալ, վարկ տալ կամ վերցնել առանց որևէ միջնորդի։ Ամեն ինչ աշխատում է ավտոմատ, հատուկ ծրագրով, որոնք կոչվում են smart contract-ներ։ Ինչպես ասացի, դուք եք վերահսկում ամբողջ process-ը, դուք եք կառավարում ձեր ամբողջ միջոցները, ոչ բանկ, ոչ կազմակերպություն, ոչ էլ պետությունը։ Ոչ ոք ազդեցություն չունի, չի կարող ծառայեցնել կամ վերահսկել։ Եկեք հիմա հասկանանք, ոնց կարող ենք դրանից գումար շահել։ Շատ պարզ, եթե իհարկե ունեք կրիպտո։ Կարող եք տրամադրել այդ գումարը DeFi հարթակին ու ստանալ տոկոսներ, ինչպես բանկում։ Ոչ բանկում մենք գումարներ ենք դնում, այնուհետև բանկը մեզ դրա համար տոկոսներ է տալիս։ Բնականաբար DeFi-ում տոկոսները շատ ավելի բարձր են, քան բանկում։ Կամ մասնակցել farming-ին ու աշխատել ավելի բարձր եկամուտ։ Կարող ենք նաև staking ներդրումներ կատարել։ Staking-ը դրանք նույն բանկային ավանդներն են, ուղղակի արդեն կրիպտոարժույթների ոլորտում։ Բայց շատ կարևոր է մի բան հիշել, DeFi-ը դա ազատություն է ու նաև պատասխանատվություն։ Ուստի փոքր քայլերով, պարտադիր ուսումնասիրել է պետք սա նոր սկսել զբաղվել։ Պետք չի սկզբանե մեծ գումարներ ներդնել, այլ պետք է կամաց մանր քայլերով սկզբում սովորել, հետո արդեն խորանալ այս ամեն ինչի մեջ։ Եթե լինեմ կարճ եւ լակոնիկ, կասեմ, որ DeFi-ը դա ֆինանսների ապագան է եւ արդեն այն հասանելի է բոլորին։ Պետք չէ այսպես իդեալական հասկանալ ամեն ինչ հենց այս պայից։ Պետք է կամաց փոքր քայլերով, ինչպես ասացի, սովորել եւ քայլ առ քայլ զարգանալ այս նոր ու մեծ տեսլական ունեցող ոլորտում։ Չենք մոռանում մեկնաբանություններում գրել, թե ինչ թեմաներից կցանկանայիք խոսել հետագա տեսահոլովակներում։ Ձեզ հետ ես եմ Արսենը Հարությունյան, Manifest Online միջազգային դպրոցից։ Չենք մոռանում հավանել տեսանյութը եւ իհարկե բաժանորդագրվել ալիքին։